մենք ունեինք խոստացած մի քանի կարևոր թաղամասերում մանկապարտեզների կառուցման կամ մանկապարտեզային խնդրի լուծման հարցեր եւ տրված խոստումներ եւ ուզում եմ հստակ արձանագրել թե ինչ են կարել ամեն մեկի մասով։ Առաջին հերթին նոր Խարբերդ թաղամասում մանկապարտեզի կառուցման ընթացքը մեկնարկը տրված է եւ մանկապարտեզը եսպայի դրությամբ կառուցվում է։ Արաբկիր վարչական շրջանում, որտեղ որ երեխաների խնամքը իրականացվում էր հաստատի մեր հոգեկան առողջության կենտրոնի մի հատվածում, որը իրապես տարօրինակ էր եւ նորմալ երևույթ չէր, այդտեղ մենք արդեն իսկ տվել ենք լուծում, երեխաները բոլորը տեղափոխվել են նոր տարածք, հենց նույն Կորեայի ձորի հատվածում եւ արդեն իսկ մանկապարտեզի աշխատանքները կազմակերպվում են մի տարածքում, որը քաղաքապետարանը վարձում է։ Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի 3 խմբանի մեր մանկապարտեզի պայմանները, որը գործում էր վթարային շենքում, 3-րդ վթարայնության աստիճանի շենքում, բնակելի շենքի առաջին հարկի տարբեր հատվածներում երեխաները տեղափոխվել են նոր մասնաշենք, որը կրկին Երևանի քաղաքապետարանը վարձակալում է եւ այդտեղ կարծում եմ նաեւ որոշակի լուծումներ պետք է դիտարկենք երկարաժամկետի տեսանկյունից 156 մանկապարտեզի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են եւ իհարկե Արաբկիր վարչական շրջանի համար 24 մանկապարտեզը, որը կրկին վթարային էր, շինարարական աշխատանքները շատ ինտենսիվ փուլում են գտնվում եւ վերջինը Ավան վարչական շրջանի Ծարավաղբյուրի նոր մանկապարտեզը, որի մեկնարկը, շինարարության մեկնարկը նույնպես տրված է, այսինքն մենք կարող ենք արձանագրել մի կարևոր փաստ այն ամենախնդրահարույց հատվածներում, բոլոր այն թաղամասերում, որտեղ որ մանկապարտեզային խնդիրը կանգնած էր ամենասուրը, կարելի ասել մենք լուծումները տվել ենք։ Այս պայդրությամբ ես գնահատում եմ, որ ունենք խնդիր Էրեբունի վարչական շրջանում, որտեղ որ մի քանի մանկապարտեզ միաժամանակ փակվել են եւ մեր ուշադրությունը պարոն Թևոսյան պետք է սևեռենք Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզների հիմնանորոգման վրա, Տիկին Բաբայանն էստեղ է, Տիկին Բաբայանենց բլոկն էլ ամեն դեպքում պետք է իր ուշադրությունը սևեռի Էրեբունի վարչական շրջանի վրա, որովհետեւ ինտենսիվ աշխատանք անելով այս մանկապարտեզները, որոնք որ նոր նշեցի, մենք խնդիրը փաստացի կամ լուծել ենք, կամ լուծման ընթացքում ենք, ինչքան էլ որ դա բարդ չի եղել, օրինակ նոր Խարբերդի դեպքը շատ տենց երկար պատմություն էր եւ հետեւապես մեր հաջորդ խնդիրը պետք է լինի Էրեբունի վարչական շրջանում այն մի քանի փակված մանկապարտեզների խնդրի լուծումը։ Շնորհակալ եմ հաջորդը։ Հանձնարարական 117 ներկայացնել տեղեկատվություն Երևան քաղաքի համար 112, 36, 97, 164, 143, 99, 95 մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, նոր վարչական շրջանի թիվ 112 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները ավարտված են։ Աչափնյակ վարչական շրջանի թիվ 36 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները ավարտական փուլում են, կատարվել են ոռոգման ցանցի նորոգման եւ արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ, կառուցվել է ամֆիթատրոն, տեղադրվել են շվաքարաններ։ Եվ թիվ 97, 164, 143 եւ 99 մանկապարտեզների բակերի բարեկարգման շինարարական աշխատանքների ձեռքբերման պայմանագրերը կնքված են, աշխատանքները ընթացքի մեջ են։ Թիվ 95 մանկապարտեզի բակի պայմանագրերը նույնպես կնքված են, շինարարական աշխատանքները կսկսվեն տարածքում կոմունալ տնտեսության վարչության կողմից իրականացվող աշխատանքների ավարտից հետո։ Պարոն քաղաքապետ, թույլ տվեք նաև ներկայացնեմ, որ խնդրում կմիացնենք։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի հատակի բարեկարգման աշխատանքների ձեռքբերման պայմանագրերը կնքված են, համաձայնագրերի կնքումից հետո աշխատանքները կմեկնարկեն։ Մոտ ժամանակներս պարոն քաղաքապետ։ Շատ բարի, սա էլ եւս մի
կարելի ասել ստացված ծրագիր, որ Երևանի քաղաքապետարանը մեկնարկեց մի 2 տարի առաջ եւ սկսեց իրականացնել բոլոր այն մանկապարտեզների բակերի հիմնանորոգումը, որտեղ որ արդեն շենքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացված են, որովհետեւ մեր տարբեր ծրագրերով բակային բարեկարգումները չէր իրականացվում։ Հիմա կարելի ասել այս մանկապարտեզը ստանում են ամբողջական տեսք եւ երեխաների խնամքը կազմակերպվում է ամբողջապես նոր միջավայրում, սկսած շենքից, ավարտած նաև բակով։ Ինչ վերաբերում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգմանը, այնտեղ ունենք այո խնդիր սալերի փոխարինման հետ կապված եւ կարծում եմ այդտեղ պետք է աշխատանքները մաքսիմալ էլի արագ, բայց շատ որակով կազմակերպել եւ այդտեղ էլի միջավայրը ամբողջապես կփոխվի դրանից հետո։